Ժորժան, քանի որ շատ է խոսվում ռուս լրագրող Վլադիմիր Սալավիովի հայտարարության մասին, որտեղ ինքը ասում է, որ բացի Ուկրաինայից միգուցե պետք է սկսել այլ ռազմական օպերացիաներ եւ նաեւ նշում է Հայաստանը, եւ մենք գիտենք, որ արդեն ԱԳՆ են կանչել Ռուսաստանի դեսպանին եւ բողոքի նոտա են տվել, ես ուզում եմ հետեւյալ հարցադրումը անեմ, քանի որ նորից եմ ասում, շատ է էմոցիոնալ առումով ամեն ինչ քննարկվել։ Ասեմ միանգամից գլխանց, որ բնական է չեմ աջակցում, որ Հայաստանի դեմ սկսվի ռազմական օպերացիա։ Դա իհարկե, գիտեք, այդ հարցադրումը, որ ասում են, իսկ դու ո՞նց ես վերաբերվում այդ հայտարարությանը։ Ժորդ, ո՞նց կարա բանականություն ունեցող մարդը ասի, ես աջակցում եմ, որ կապ չունի, որ երկիր է կլինի, Ռուսաստանը կամ այլ երկիր, Հայաստանի դեմ որևէ գործողություն իրականացնի։ Ո՞նց կարամ ես դա աջակցեմ։ Եկեք այդ թեման փակենք, կարծում եմ բանականություն ունեցող մարդ, հայ մարդ չի կարող ասել, որ ինքը կարող է աջակցել այդ նախաձեռնությունը կամ այդ գաղափարը։ Բայց գիտեք ինչ եմ ուզում ասեմ, շրջանակներ կան, որ մենակ նկատում են, երբ որ Ռուսաստանի կողմից է լինում ինչ որ ոչ հաճելի, հա, կամ թեկուզ բացասական հայտարարություն։ Բայց երբ որ նման հայտարարություն լինում է արևմտյան երկրների կողմից, օրինակ որ Կայա Կալասը ասեց, որ պետքա Հայաստանը միանա հակառուսական սանկցիաների, օրինակ որ Ադրբեջանից եւ Թուրքիայից են հնչում, որ պետքա Զանգեզուրի միջանցք լինի եւ այլն, այդ կամ օրինակ որ Ալիև ասում է Երևանը, Ադրբեջանը, Սևանը, Ադրբեջանը եւ այլն, այդ նույն էնտուզիազմով այդ շրջանակները տենց չեն վերկանում ու ինքնիշխանությունից խոսում կամ չգիտեմ ինչից։ Ես կուզենամ, որ մեր ինքնիշխանությունը մենք պահենք բոլոր անխտիր բոլոր երկրներից, բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից, Ռուսաստան կլինի, Արևմուտք կլինի, Ադրբեջան կլինի, Թուրքիա կլինի, ընտրովի ինքնիշխանություն պահել կամ ընտրովի ազգային պետական շահեր պահելը, տենց չի լինում, Ժորժ ջան։ Նրանք, ովքեր այսօր տենց գոռում են այս հայտարարության մասին, նրանք պետքա նաև գոռային այն ժամանակ, երբ որ ես հմեկով ասեցի, բա Կայա Կալասի հայտարարությունները չեք նկատում, Մարիա Զախարովայի հայտարարությունները ու Սալավիովի հայտարարություններն եք նկատում, այո, հավասարաչափ պետքա դատապարտելի լինի, թե այս թե այն կողմից որևէ բացասական հայտարարություն Հայաստանի նկատմամբ։ Որևէ մեկը իրավունք չունի Հայաստանի նկատմամբ բացասական հայտարարություններ անելու, բայց որևէ մեկը նաև իրավունք չունի Հայաստանին դրդելու կամ հայտարարելու, որ Հայաստանը լավ կլինի, որ միանա հակա ինչ-որ պատժամիջոցների։ Հայաստանը ինքնիշխան պետություն է, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, եւ մենք ամեն ինչ պետքա անենք, որ այդ ինքնիշխանությունը հավասարաչափ բոլորից պաշտպանենք առանց ընտրության։ Եվ դրա համար նրանք, ովքեր այսօր գոռում են Սալավիովի հայտարարության դեմ, ես կարող եմ ինձ թույլ տալու ասել, որ ես չեմ ընդունում այդ հայտարարությունը, չեմ աջակցում եւ սխալ եմ համարում, բայց դուք այդ շրջանակները չեք կարող ասել նույնը, երբ նման հայտարարություններ կամ որևէ այլ բացասական հայտարարություն եկեք